Խոսքը ԵԱՏՄ-ի և Եվրամիության անհամատեղելիության մասին է, պարբերաբար դրա մասին խոսում էին նաև այլ պաշտոնյաներ բարձրաստիճան Ռուսաստանի և միևնույն է մեր իշխանությունները ասում են, որ մեկը մյուսին չի խանգարում, մենք դեռ չենք մտել Եվրամիություն, երբ որ կմտնենք ԵԱՏՄ-ից դուրս կգանք և երբ որ այդ որոշումը կայացնենք, այդ որոշման մասին ձեզ կհայտնենք, հիմա շատ հստակ ասվում է, որ ինչ-որ մի կետ է լինելու, երբ որ այս վերաբերմունքը ըստ էության երկու լարի վրա խաղալու այլևս չի անցնելու։ Եվ նաև շատ ինձ համար շատ կարևոր էր և շատ այսպես վտանգավոր էր գազի գնի մասին, վտանգավոր հետևանքների առումով գազի գնի բարձրաձայնումը, թե դա որքանով է վաճառվում Եվրոպային և որքանով է վաճառվում Հայաստանի Հանրապետությանը։ Մի քանի անգամ ավելի թանկ և առհասարակ այսօր գազի ճգնաժամ կա եվրոպական բոլոր երկրներում, այսինքն բոլորը այդ կախվածության մեջ են և մենք ինչ-որ անհասկանալի այսպես արկածախնդրությամբ մեզ հայտնի չի, թե որտեղ ենք փորձում նետել անհեռանկար անդամակցության հետևից գնալով, մենք փաստորեն կարող ենք կորցնել հողի վրա ունեցած մեր բոլոր ռեալ այսպես հնարավորությունները, այն ինչ որ մենք այսօր ունենք։ Այս մասով ինչպիսին են ձեր կանխատեսումները։ Ընդհանրապես այն ձևակերպումը, որը Հայաստանը տալիս է, վիրավորական է Ռուսաստանի համար։ Ես բազմաթիվ ընկերներ ունեմ Ռուսաստանում եւ ասեմ, վիրավորականը հետեւյալ կերպ։ Մենք գնում ենք դեպի Եվրոպա, որը իրատեսական որևէ հիմքեր չունի, բայց գնում ենք դեպի Եվրոպա։ Դուք դեռ սպասեք։ Դուք էլ սենց էլ երբ որ հարմար կլինի մեզ համար, այն ժամանակ մենք այդ որոշումը կայացնենք։ Հասկանում ենք, որ համատեղելի չի ԵԱՏՄ-ն եւ Եվրոմիությունը, հասկանում ենք, որ մի պահ դուրս են գալու, բայց դուք դե մնացեք ոնց որ զապաս կայեք, էլի։ Սենց երբ որ մենք սենց որոշենք, այն ժամանակ դուրս կգանք։ Ես կառաջարկեի, որ իմ ժողովուրդը հետեւյալ բան մոդելը մի հատ փորձի պատկերավոր ինչ որ իրեն համար սենց ստեղծել այդ մոդելավորում անել։ Դու փոքր բիզնեսի տեր ես եւ քո բիզնեսը ուղղակի սենց 90%-ով կախված է մի խոշոր բիզնեսի հետ, որը քեզանից մի 50 անգամ ավելի մեծ է։ Իմ ասեմ 50, որտեղ Հայաստան, Ռուսաստան սենց 50-100 անգամի տարբերություն է տալիս։ Եվ դու այդ քո պարտներական բիզնես կապերը միշտ այդ խոշոր բիզնեսին ասում ես, դե գիտես, ես հիմա քո հետ համագործակցում եմ այնքանով, ինչքանով, բայց հենց հարմար մի ուրիշ պարտներ գտնեմ, ես քո մոտից բան եմ անել, դուրս եմ գալ։ Եվ անընդհատ սենց հրապարակային դու դրա մասին խոսում ես։ Այդ խոշոր բիզնեսին չի անելու։ Մի օր ասելու այ մարդ, ես դու ով ես։ Ինքն է խզելու կապերը քո հետ, ասելու գնա ում ուզում ես փնտրի, ես քո համար բան զապասկա չեմ։ Զուտ մարդկային նաև հարաբերությունների տեսանկյունից սա վիրավորական է։ Եթե նույնիսկ դու մտածում ես այդպես, դու ամեն քայլափոխին դրա մասին չպիտի խոսաս։ Կարող է գալ մի պահ, երբ դու որոշես, որ այլ տարբերակը ավելի հետաքրքիր է, բայց հարաբերությունները ազնիվ պետք է լինեն։ Մոտարապես նույնը կատարվում է այսօր, ոչ թե մոտարապես, հենց նույնը կատարվում է այսօր Ռուսաստանի հետ։ Եվ վերջերս մի երկու օր առաջ մի պաշտոնյա ինչ ասեց, մենք ընդհանրապես դուրս կգանք ԵԱՏՄ-ից։ Այո, ասում է գազի գինը թանկացնեն։ Ով ասած քիչ եմ էլի շում։ Որ կարևոր չի ով ասի։ Գազի գինը թանկացնեն։ Դուրս կգանք ԵԱՏՄ-ից դուրս կգանք։ Հետաքրքիր պաշտոնյա, այս օրերին շատ հետաքրքիր հայտարարություններ արել, պետք է անենք։ Հիմա ես կառաջարկեմ հետեւյալը, ուղղակի մի հատ հասկանալ։ Այդ ԵԱՏՄ-ից դուրս գալը ասենց ումա ցավացնելու։ Դա ասում է ռուսներին էլ է ցավացնելու։ Լավ, նայենք։ Մենք իդեպ դրա մասին այստեղ խոսացել ենք։ Հայաստանի արտաքին առևտրի 35% պաշտոնական, 35-ից 40% Ռուսաստանն է։ Բայց եթե այդ զուգահեռ էքսպորտ-իմպորտի այդ բաները ամբողջ օպերացիաները, եթե մենք հաշվի առնենք, իրականում մոտարապես 60%-ն է Ռուսաստանը։
երբ որ Դուբայից ապրանքը գալիս աստես, տեղից գնում է, այսինքն սանկցիաները շրջանցելու ճանապարհով իրական պատկերը շատ ավելի ուրիշ է։ Հիմա նայենք, իսկ Ռուսաստանի արտաքին առևտրի ցավալի մեջ ինչ տոկոս է կազմում Հայաստանը։ Գիտեք ինչ տոկոս է կազմում։ Փոքր։ Ինչ մոտավորապես, ասենց մի հատ լարեք, էլի 2, 3, Մեկ? 4, 0.3% 0.3։ եղել 22 թվականին միջև ռուս-ուկրաինական պատերազմը։ Հիմա Հիմա մի մոտավորապես 0.5-0.7%։ Սա այն տոկոսն է, որ Ռուսաստանը ոչ ոք չի նկատելու։ Հասկանում եք, ասենց լրիվ խզում ես կապերը, Ռուսաստանը ոչ ոք չի նկատելու ընդհանրապես, որ ինչ որ եղել է այսպիսի ցավալների արտաքին առևտուր։ Հայաստանում դա լինելու է կոլապս բոլորի համար։ Հայաստանի բնակչության 80%-ը առնվազն այս կամ այն ցավալի կախվածություն ունի բարեկեցություն այդ 80%-ի Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Եվ ես կրկնեմ միտքը, չի կարող երկրի կառավարությունը եւ առաջի դեմքը վարել արտաքին քաղաքականություն, որը հակառակ է երկրի տնտեսական շահերի։ Սա ուղղակի հարվածել ժողովրդի բարեկեցությանը։